1 տրիլիոն 207 միլիոն 2025-ին տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության ծավալն առաջին անգամ հատեց տրիլիոնի շեմը։ Այսպիսի թիվը նաև արդյունք է այն բանի, որ Հայաստանում ավելացել են ՏՏ ընկերությունները։ Համեմատած 2018 թվականին ավելի քան 12 անգամ աճ ունենք։ Հիմնականում այդ ավելացման գործընթացը 22-23 թվականներին ենք ականատես լինում եւ այսօր տեխնոլոգիական ընկերություններում շուրջ 47,000-ից ավել աշխատակիցներ են ներգրաված տարբեր ուղղություններով։ Եթե 2022-ին տեխնոլոգիական ընկերությունները 4510-ներ, ապա 25-ին ավելի քան կրկնակի 10778։ Կազմակերպությունը ինքը զբաղվում է ծրագրային ապահովում, ծրագրային լուծումներ եւ նախագծում կարելի ասել ցանկացած ոլորտում, ինչը վերաբերվում այսօր ՏՏ ոլորտին վերաբերվող։ Մեր ընկերությունը զբաղվում է ինչպես հավելվածների մշակմամբ, դա կլինի ծրագրային ցանկացած տեխնոլոգիական հավելվածների մասին է խոսքը։ Մենք ծառայություններ ենք մատուցում անպային տեխնոլոգիաների ոլորտում, ծառայություններ ենք մատուցում մեծ տվյալների, ինչ-որ big data, որ ասում են։ Վերջին տարիներին Հայաստանում հիմնադրված ընկերություններից երկուսն են։ Միհրան Մինասյանը պատմում է, երբ 2022-ին սկսում էին իրենց գործունեությունը, 200 աշխատակից ունեին, հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ։ Սակայն 4 տարիների ընթացքում մեծամասնությունը ցավոք սրտի լքեց երկիրը, բայց մենք այդ ժամանակահատվածում կարողացանք փոխարինել, այսպես ասած, տեղական մասնագետներով, մեր հայաստանցի մասնագետներով եւ նաեւ կարողացանք ապահովել 2 անգամ աճ, այսինքն այսօրվա դրությամբ ընկերության աշխատակիցների թիվը հասնում է համարյա 400-ի։ Մյուս ընկերությունը եւս արդեն շուրջ 400 աշխատակից ունի։ Աշխատակիցների թվի ավելացումը եւս շրջանառության ծավալների վրա ազդող գործոններից է։ Առաջի իսկ տարվա հաջողությունը եղավ նա, որ մենք կարողացանք 1 տարվա ընթացքում հասնել 100 հոգու Հայաստանում։ Դա բավականին լուրջ խնդիր էր, հաշվի առնելով այն ժամանակ մասնագետների պակասը, բայց մենք այդտեղ նաև արեցինք հետաքրքիր քայլ, որտեղ որ կարողացանք ներգրավել ուսանողներին եւ սկսնակներին։ Նոր աշխատողների, հատկապես ուսանողների ընդգրկումը թիմում առաջնահերթություններից է երկու ընկերությունների համար էլ։ Կառավարության տարբեր ծրագրերն էլ տարբեր փուլերում խթանել են ընկերությունների աճին։ 22 թվականից սկսված է պայմանավորված նման ընկերությունների ներհոսքով Հայաստանում գրեթե բոլոր ծրագրերից օգտվել ենք, շատ ակտիվ օգտվում ենք նաև 25 թվականի հունվարի 1-ից ներմուծված աջակցության ծրագրերին, այդտեղ մասնավորապես ռելոկանտների աջակցության ծրագիրն է, մասնավորապես նոր աշխատակիցների է։ Այսինքն, եթե ՏՏ ընկերությունը ներգրավում է սկսնակների, ապա կառավարությունը տրամադրում է աջակցություն նոր աշխատողի աշխատավարձի գծով հաշվարկված եկամտահարկի գումարի 60%-ի չափով։ Պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչն էլ մանրամասնում է, 2025-ից տրամադրվող այս պետական աջակցությունը դեռ 6 տարի էլ կշարունակվի։ Նաև մեկ այլ օրենքով փոփոխությունների արդյունքում հարկային օրենսգրքի մենք գիտահետազոտական աշխատանքներին եւս տալիս ենք պետական արտոնություններ, այն ընկերությունները, որոնք ունեն R&D թիմեր, գիտահետազոտական թիմեր, համապատասխան հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ունենալու պարագայում իրենց աշխատակիցների, տվյալ աշխատակիցների համար եկամտահարկը նվազում է 50%-ի չափով, այսինքն 20%-ից դառնում է 10%։ 2025-ին տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության ռեկորդային ծավալի արդյունքում կրկնապատկվել է նաև վճարված հարկերի թիվը։ Եթե 2022-ին շուրջ 90 միլիարդ դրամ էր, ապա 25-ին արդեն 181 միլիարդից ավելի։ Էմմա Վարդանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։